Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Երևանում Եվրամիություն Հայաստան անդրանիկ գագաթնաժողովից հետո տեղի ունեցել մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրում։ Նախագահի նստավայրում տեղի ունեցել ընդլայնված կազմով հանդիպում Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Անտոնիո Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Րոպեներ անց Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն։ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր մայիսի 5-ն է, երեքշաբթի, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով տեղի ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրումը։ Your Excellencies, dear guests, today's summit marks a historical milestone in relations between the European Union and Armenia. Before the press statement by the Prime Minister and the two presidents, today's summit schedule includes the signing of a connectivity partnership between the European Union and the Republic of Armenia and the initialing of a working arrangement on cooperation in border management between Armenia and Frontex. Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության ներկայացման կոչին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հայկական առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին կհանձնի մտադրության 6 նամակ։ To support the connectivity partnership and the call for expressions of interest to invest in Armenia launched today, the European Union will hand over 6 letters of intent to key Armenian companies and foundations. Հայաստանի Հանրապետության վարչապետ նորին գերազանցություն պարոն Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ նորին գերազանցություն պարոն Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ նորին գերազանցություն տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկա կլինեն ստորագրման արարողությանը։ The Prime Minister of the Republic of Armenia, His Excellency Mr. Nikol Pashinyan, the President of the European Council, His Excellency Mr. Antonio Costa, and the President of the European Commission, Her Excellency Ms. Ursula von der Leyen will witness the ceremony. Խնդրում եմ ողջունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Վահան Կոստանյանին եւ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման արևելյան հարևանության գլխավոր տնօրենության, արևելյան հարևանության եւ Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին, ովքեր համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության անունից կստորագրեն կապակցվածության գործընկերությունը։ Please join me in welcoming Mr. Vahan Kostanyan, Deputy Minister of Foreign Affairs of the Republic of Armenia, and Ms. Adrian Girali, Director for Eastern Neighborhood and Turkey, Director General for Enlargement and Eastern Neighborhood of the European Commission, who will sign the connectivity partnership on behalf of the Republic of Armenia and the European Union, respectively. Այժմ հրավիրում եմ բեմ բարձրանալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նորին գերազանցություն տիկին Արփինե Սարգսյանին եւ Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն պարոն Հանս Լեյտենսին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթղթերի նախաստորագրման համար։ Now I'd like to request Her Excellency Ms. Arpine Sargsyan, the Minister of Internal Affairs, and Frontex Executive Director Mr. Hans Leitens to come on stage for the initialing of the working arrangement on operational cooperation between the European Border and Coast Guard Agency and the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia.
Հաջորդիվ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, արևելյան հարևանության եւ Թուրքիայի հարցնով տնօրեն Ադրիեն Կիրալին խնդրում եմ հանձնել մտադրության նամակներն առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին։ Next, I would like to ask Ms. Adrian Girali, Director for Eastern Neighborhood and Turkey, Director General for Enlargement and Eastern Neighborhood of the European Commission, to hand over the letters of intent with key companies and foundations. Խնդրում եմ ողջունել Amber Capital Armenia-ի կառավարող տնօրեն պարոն Անուշավան Սիմոնյանին, բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ Հայաստանում կապակցվածության եւ աճի համար մասնավոր կապիտալի ներդրումների վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Հայկական ընկերություններին աջակցելով եւ դրանք եվրոպական կապիտալի ու չափանիշներին ավելի սերտորեն կապելով ստեղծվում են տնտեսական նոր հնարավորություններ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական միության համար։ Join me in welcoming Mr. Anushavan Simonyan, Managing Partner of Amber Capital Armenia, to come to the stage to receive a letter of intent on private equity investment for connectivity and growth in Armenia, co-signed by the EU. Supporting Armenian companies, better connecting them to European capital and standards, means economic opportunities for Armenia and the European Union. Խնդրում եմ ողջունել Firebird AI-ի հիմնադիր պարոն Ալեքսանդր Եսայանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ թվային եւ էներգետիկ ռազմավարական կապակցվածության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Հայաստանի դիրքավորումը որպես թվային եւ էներգետիկ կարևոր հանգույց ընդլայնում է կապակցվածությունը Եվրոպական միության հետ։ Please join me in welcoming Mr. Alexander Yesayan, co-founder of Firebird AI, to come to stage and receive a letter of intent on strategic digital and energy connectivity co-signed by the EU, positioning Armenia as a major digital and energy hub, enabling broader connectivity with the European Union. Խնդրում եմ ողջունել Synopsys Armenia-ի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանին բեմ բարձրանալու եւ ԵՎ համաստորագրմամբ կիսահաղորդիչների նախագծման հմտությունների եւ կրթության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Արդյունաբերության եւ կրթության, ինչպես նաեւ տաղանդի եւ նորարարության մեջ ամուր կապի ստեղծումը նպաստում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական միության մրցունակությանը։ Please join me in welcoming Dr. Yervan Zoryan, President of Synopsys Armenia, to come to stage and receive a letter of intent on semiconductor design skills and education co-signed by the EU, building a strong bridge between industry and education, between talent and innovation, benefiting Armenia and the European Union's competitiveness. Խնդրում եմ ողջունել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր գլխավոր տնօրեն Տիկին Մարի Լուի Փափազյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ թվային ստեղծարար եւ արհեստական բանականության աջակցությամբ հմտությունների զարգացման վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Տեխնոլոգիաների եւ ստեղծարարության վրա հիմնված կրթական մոդելը նոր սերնդին պատրաստում է փոփոխվող աշխարհի համար։ Please join me in welcoming Ms. Marilu Papazian, the founding CEO of TUMO, to come to stage and receive a letter of intent on digital, creative and AI-enabled skills development co-signed by the EU, leveraging an education model based on technology and creativity, preparing a new generation for a changing world. Խնդրում եմ ողջունել Creative Armenia-ի հիմնադիր եւ տնօրեն պարոն Գարին Հովանիսյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ ստեղծարար արդյունաբերությունների եւ մշակութային ձեռներեցության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Ստեղծարար արդյունաբերություններում կապերի ամրապնդումը մերձեցնում է մեր հասարակություններին, բացելով նոր հնարավորություններ փոխանակման, նորարարության եւ բիզնեսի համար։ Please join me in welcoming Mr. Garin Hovanisyan, the founder and director of Creative Armenia, to come to stage and receive a letter of intent on creative industries and cultural entrepreneurship co-signed by the EU, strengthening ties in the creative industries, bringing our citizens closer together and opening new pathways for exchange, innovation and business. Խնդրում եմ ողջունել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ պարոն Վազգեն Յակոբյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ մարդկանց միջև կապակցվածության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Մեր հասարակություններին կամրջելը խթանում է գիտելիքի փոխանակմանը, ներդրումները եւ տնտեսական կապերի խորացմանը։ Please join me in welcoming Mr.
Vasken Yakupian, president of the Armenian General Benevolent Union, Armenia, to come to stage and receive a letter of intent on cooperation for people-to-people connectivity co-signed by the EU, bridging our societies, supporting knowledge, investment, and stronger economic ties. Խնդրում եմ ողջունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նորին գերազանցություն Տիկին Արփինե Սարգսյանին եւ Հայաստանում ԵՄ դեսպան նորին գերազանցություն պարոն Վասիլիս Մարագոսին։ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը, որը դեսպան Մարագոսը հանձնում է նախարար Սարգսյանին։ Ողջունումը Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման դրական առաջընթացն է։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի եւ ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։ Please join me in welcoming Her Excellency Ms. Arpine Sargsyan, the Minister of Internal Affairs, and His Excellency Mr. Vasilis Maragos, EU Ambassador to Armenia. The Commission Progress Report on Visa Liberalization handed over by Ambassador Maragos to Minister Sargsyan welcomes Armenia's good progress in implementing the Visa Liberalization Action Plan. It provides recommendations to achieve full visa liberalization between the European Union and the Republic of Armenia once all conditions are met. Շնորհակալություն, մամուլի հայտարարությունները կհաջորդեն 10 րոպե ընդունից հետո։ Thank you. The press statements will follow up. Այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցել ընդլայնված կազմով հանդիպում Եվրոպական խորհրդի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Անտոնիո Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ արձանագրել է, որ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ կան ընդհանրական դիրքորոշումներ եւ ըմբռնում։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում Եվրոպական միության մեծ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես ժողովրդավարական բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, բայց նաև ուզում եմ ելի անդրադառնալ մի շատ կարևոր թեմայի, որի մասին խոսեցի նաև երեկ Հայաստանի աջակցման խմբի նիստի ժամանակ, իմ գնահատականն այն է, որ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումները իրականացված է։ Բարեփոխումների հետագա ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ եւ օրենսդրական եւ փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում եւ այս առումով իհարկե Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է եւ ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար, սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր այդ թվում հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որը իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է։ Ես մի քանի անգամ էլ առիթ Եվրոպական միության եւ Եվրոպայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ նաև ապատեղեկատվության տարածումը, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում եւ նաեւ երբեմն մամուլում ինքը խնդիր է նաեւ Եվրամիության շատ երկրների համար եւ մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան նշել է, որ Եվրոպական միության համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը ընտրելու իր իսկ ճակատագիրը եւ այդ հարցում Հայաստանը կարող է ապավինել Բրյուսելի աջակցությանը։ Կոշտան պատմական նշանակություն ունեցող միջոցառումներ է անվանել ինչպես մայիսի 4-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այնպես էլ մայիսի 5-ին ընթացող ու պատմության մեջ առաջին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Սա հստակ ազդակ է առայն, թե ինչպես է Եվրոպական միությունը ցանկանում կառուցել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Հայաստանը նոր խաղաղության ժողովրդավարական համակարգի կոնսոլիդացիայի ժամանակահատված է թևակողել եւ սա անշուշտ լավ միջավայր է ստեղծում Հայաստանի-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների զարգացման համար, ընդգծել է նա։ Օրական օրակարգը Եվրոպական միություն Հայաստան գործընկերության որդեգրվեց անցյալ դեկտեմբեր ամսին եւ այդ օրվանից ի վեր մենք ամրացնում ենք եւ ամրացնում էինք մեր հարաբերությունները։ Մենք նաեւ աշխատում ենք սերտորեն անվտանգային եւ պաշտպանության ոլորտներում, եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում համատեղ ջանքեր կիրառելով առանձին հիբրիդ սպառնալիքների դեմ։ Ինչպես գիտեք, Եվրոպական միության գործընկերության առաքելությունը հաստատվեց անցյալ ապրիլ ամսվա ընթացքում եւ նպատակ է հետապնդում ամրացնել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը եւ սա շոշափելի առավաճ է մեր համատեղ հանձնառությանը դեմն առնել համատեղ մարտահրավերներին։ Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը ընտրելու իր իսկ ճակատագիրը։ Եվրամիությունը դուք կարող եք ապավինել մեզ միասին անցնելու այս ուղին եւ միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին։ Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունակարային դեր ունի եւ նաեւ փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով եւ Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը եւ սա է նաեւ ապագան մեր տարածաշրջանների։ Ահա թե ինչու Եվրոպական հանձնաժողովը եւ նախագահ ֆոն դեր Լայենը վստահաբար կշեշտադրի կոնկրետ արդյունքները այս գագաթնաժողովի, որոնք հիմք ընդունելով մենք կարող ենք զարգացնել մեր ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան։ Եզրափակելով խոսքը նա նշել է, որ Եվրամիությունը 26 թվականի ապրիլին հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը, որը նպատակ ունի խորացնել Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերությունը եւ նպաստել անվտանգությանը։ Ըստ այդ փաստաթղթի առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից ռազմավարական գործնական խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքական մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին Եվրամիության մեթոդաբանությունների ու ստանդարտների համաձայն։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել է, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրային նոր ուղիների կենտրոն։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը ընդգծել է Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա եւ Կասպից ծով ամենակարճ ճանապարհը հենց Հայաստանով է, սակայն շեշտել է, որ այդ երթուղին պատերազմի պատճառով փակ է։ Այժմ դուք դա փոխում եք շնորհիվ խիզախ ընտրության հանուն խաղաղության ու շնորհիվ եվրոպական ցանցերի մեջ առավել մեծ ինտեգրման։ Դրա շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ առևտրային նոր ուղիների տարածաշրջանային կենտրոն, հայտարարել է ֆոն դեր Լայենը։ Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է ավելի սերտացնել Հայաստանի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ Հայաստանի եւ Եվրոպայի միջև միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել, բայց մեզ միավորում են ոչ միայն մեր համատեղ պատմությունն ու մշակույթը, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք մեր առջևում են, ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Նա շեշտել է, որ այժմ Հայաստանն ու Եվրամիությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ, ընդգծելով, որ դրական առաջընթաց է գրանցվում Հայաստանի քաղաքացիների
ներդրումների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացում։ Ֆոն դեր Լայենը հիշեցրել է Եվրամիության գլոբալ դարպասներ ռազմավարության շրջանակներում Հայաստանում ներդրումների համար 2.5 միլիարդ եվրո արդեն իսկ նախատեսված է։ Ուկրաինայից մինչև Իրանը ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմներից, մինչդեռ այստեղ Հարավային Կովկասում այլ պատմություն է, այլ իրավիճակ։ Նոր կոնֆլիկտների դարաշրջանում դուք դարմանում եք հին վերքերը եւ մենք ուզում ենք ձեզ օժանդակել ի ցույց դնելով այն, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության եւ որ փոխկապակցությունը նույն դերը կարող է կատարել այստեղ, ինչ որ ձեր տարածաշրջանում ինչպես 80 տարի առաջ Պողպատի եւ Ածուխի միությունը կատարեց Եվրոպական միության հիմք ծառայելով, դա առևտրային կապերի հաստատման միջոցով էր, որը բերեց նախկին թշնամիների բարեկամանալուն եւ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում հանգեցնելով եւ այն ժամանակ ձեզ քաջակնի է պատմությունը։ Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար, կեցե մեր գործընկերությունը։ Եվ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Պարոն Սաքունց, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, դուք տեսնում եք վերջին 2 օրերի ընթացքում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված այս բավականին ուշագրավ իրադարձությունները, ինչպես եք գնահատում, որովհետեւ այսպես մենք ականատես եղանք տասնյակ փաստաթղթերի ստորագրմանը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ճանապարհին, այս կարևոր իրադարձություններին զուգահեռ զուգընթաց մենք տեսնում ենք երեկվանից բավականին մեծ աղմուկ Ռուսաստանի Դաշնությունից, այսօր էլ Կասաչևն է հայտարարել, որ եթե Հայաստանի ներկայիս ռուսաֆոբներն ամրապնդեն իրենց դիրքերը, ապա Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները անշրջելի կդառնան, նաև այս գագաթնաժողովի Հայաստանում անցկացնելու հանգամանքն է սա դրանք դիտարկել, նշել, որ Եվրամիությունը ամեն կերպ փորձում է ուրեմն էլ ավելի վատացնել հայ-ռուսական հարաբերությունները, գիտեք, երեկ էլ այսպես որոշ հայտարարություններ եղան ռուսական կողմից, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում տեղի ունեցող միջոցառումները եւ այս արձագանքը դարձյալ այսպես սպառնալիքներով լի։ Տիկին Սյանուշի չէինք սպասում ուրիշ։ Սպասում ենք, որ Կրեմլը պետք է ողջունի, ասի բա ողջունում եմ Հայաստանի ինքնիշխան ժողովրդավարական զարգացման ուղղությամբ քայլերը։ Բնականաբար Կրեմլը պետք է վերաբերվի այնպես, ինչպես վերաբերվում է, եւ կարծում եմ այստեղ որևէ անակնկալ չկա եւ որևէ արտառոց ոչինչ չկա, դա տրամաբանական, բնական արձագանքն է, որը բնորոշ է Կրեմլի ռեժիմին։ Ինչ վերաբերվում է Եվրամիության հետ Հայաստանի քիչ առաջ ներկայացված փաստաթղթերի բովանդակության, ապա պետք է արձանագրենք, որ դրանք ոչ թե նոր փաստաթղթեր են, այլ դրանք արդեն իսկ գործողության ստորագրված, գործողության մեջ գտնվող ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ կամ արդյունքների ամրագրումներ են։ Նույն վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզը, ԵՄ-ի հետ Հայաստանի ռազմավարական նոր օրակարգը, որը ընդգրկում է նաև անվտանգային բաղադրիչներ, նույն ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների առաքելությունը, այսինքն ըստ էության այստեղ կարելի է ասել գոյություն ունեցող ծրագրերի արդեն ստորագրված գործողության մեջ գտնվող ծրագրերի ընթացքի արդյունքների եւ նաեւ ընդլայնման, որտեղ այստեղ կարևոր նաեւ դիմակայության հետ կապված լուրջ ներդրումներ են լինելու, փորձագիտական, տեխնիկական, ծրագրային եւ այլն։ Եվ ինչ նշանակություն ունեն դրանք։ Դրանք Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական դիմակայության, ժողովրդավարական զարգացման համար առանցքային նշանակություն ունեն։ Ուրիշ որևէ այլ միջազգային կառույց տարածաշրջանային
չունի այդ նպատակը որևէ պետությանը աջակցելու, որպեսզի նա նախ ունենա ժողովրդավարական զարգացման հնարավորություն եւ նաեւ այդ ժողովրդավարական զարգացման համար ռեսուրսներ տրամադրի։ Կրեմլից էինք ակնկալում ժողովրդավարական զարգացման երաշխիքներ կամ աջակցություն կամ, չգիտեմ, ժողովրդավարության դիմակայության բարձրացման, կարողությունների զարգացման աջակցություն։ Բնականաբար ոչ, որովհետև հենց Կրեմլն է ժողովրդավարության թիվ 1 հակառակորդը, եթե չասեմ թշնամին։ Եվ այդ առումով Հայաստանի ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ինքնիշխան առանց Կրեմլի հետ համաձայնության քայլերը Կրեմլը բնականաբար պետք է այդպես վերաբերվի։ Բաչե ուզում էին 2013 թվականի սեպտեմբերի 3-ի նոր օպերացիան իրականացնեն, երբ որ մեկ գիշերվա ընթացքում մի ամբողջ պետությանը, հանձինս նրա այդ պահի նախագահ Սերժ Սարգսյանի, ստիպեցին, որպեսզի հրաժարվի Եվրոպական միության, Արևելյան գործընկերության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրելուց։ Այդ այն ուզում։ Դե հիմա չեն կարող։ Բայց իհարկե պետք է նաև գիտակցել, որ գործ ունենք մի այնպիսի ռեժիմի հետ, որը այս պահին, այս օրերին շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Այսինքն այդ պետությունը սպառնալիք է, Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիք է, ինքը իր էությամբ է սպառնալիք եւ հարևան պետությունների եւ նաեւ իր քաղաքացիների համար, այդտեղ բացարձակապես որևէ կասկած չկա եւ եթե կան որոշակի մտավախություններ, որոնք չափազանցնում են կամ ավելի ճիշտ շատ ավելի խտացնում են այդ սպառնալիքների տեսակետից, դրանք կան իհարկե վախեցածներն են, որոնք ավելի շատ այդ Կրեմլի սպառնալիքի հետևանքով այդ վախերը փորձում են խորացնեն հայկական իրականության մեջ, համարելով այն ինչ որ այս օրերին Երևանում տեղի է ունենում արկածախնդրություն, այսինքն տրամաբանություն ինչու՞ է այդ սպառնալիքների, Կրեմլի սպառնալիքների խտացնողների, որ Հայաստանը ինքնիշխան քայլեր կատարելու որևէ դրսևորում չպետք է ունենա, քաջություն չպետք է ունենա, կամք չպետք է ունենա, դե հասկանալի է։ Այնպես որ իրենք սպառնալիքի այդ Կրեմլի սպառնալիքի ազդեցության տակ կառավարել են Հայաստանը եւ այդպես են միակ պատկերացնում կա Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Բայց ներկայացված տեսանյութերում ուշագրավ նաեւ դիտարկումներ կային, խոսքը վերաբերում է Եվրոպական միության ձևավորման ակունքներին։ Ածխի եւ պողպատի միությունը ըստ էության հարյուրամյակներ, արյունալի պատերազմներ տեսած Ֆրանսիայի եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր ձևավորված Գերմանիայի միջև է կնքվել այդ պատմական, կարելի ասել, խոշոր համաձայնությունը, որի հիման վրա հետագայում ձևավորվեց Եվրոպական միությունը։ Այսինքն կոնֆլիկտից դեպի համագործակցություն, կոնֆլիկտից դեպի ժողովրդավարական զարգացում, որի պայմաններում է միայն հնարավոր զարգացումը։ Զարգացում եւ ժողովրդավարություն, անվտանգություն եւ ժողովրդավարություն, զարգացում եւ ժողովրդավարություն։ Սրանք են այդ հիմնական ուղերձները եւ այն փորձը, որ ունի Եվրոպական միությունը եւ այդպիսի փորձ ունի Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունը այդ նույն ժամանակահատվածում որպես խորհրդային միություն միայն ցույց է տվել ագրեսիայի փորձեր 1949 թվականին Արևելյան Գերմանիայում, 1956 թվականին Հունգարիայի դեմ ինքնիշխան որոշումը, երբ որ փորձեցին Հունգարիայի իշխանությունը ինքնություն ցուցաբերել, 1968 թվականին տանկերով Չեխոսլովակիայում, Պրագայում ճզմելով էլի ժողովրդական եւ ժողովրդավարական ինքնության այդ շարժումը
1978 թվականին Աֆղանստանում, հենց նույն 1995 թվականին իրենց պետության մի մասում Չեչնիայի նկատմամբ առաջի պատերազմը, երկրորդ պատերազմը չեչնական, դա հենց հետո Վրաստանի դեմ հարձակումը, 2014 թվականի Ղրիմի անեքսիան, ինչ է ցույց տվել Ռուսաստանի Դաշնությունը, Խորհրդային Միությունը նույն Եվրոպական միության ձևավորման ժամանակահատվածում։ Միայն պատերազմ, միայն սպառնալիքներ, միայն արհավիրքներ, միայն հետապնդումներ եւ բնականաբար, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս իր կամքը եւ իրապես քայլ է կատարում դեպի ժողովրդավարական անվտանգային եւ տնտեսական զարգացման համակարգ, դուրս չպետք է գա Կրեմլին։ Իհարկե դուրս չի գալու։ Եվ այստեղ իշխանությունը իհարկե ես ակնկալում եմ եւ ավելի ճիշտ տեսնում եմ, որ կա որոշակի ռիսկերի գնահատման փաստ, որ ինչ սպասել Կրեմլից։ Սա դեռ սկիզբն է։ Լինելու են սպառնալիքներ, այո, բայց ամենից ողբերգականը կայանում է նրանում, որ, ասենք, նույն ի տարբերություն Ուկրաինայի, որը ենթարկվում է այս պահին Կրեմլի Պուտինյան ռեժիմի կողմից աննախադեպ ագրեսիայի եւ դիմագրավում է Ուկրաինան 4 տարի։ Ուկրաինայի ներքաղաքական ուժերը ոչ թե զբաղված են միջկուսակցական գզվրտոցով, այլ իրենց պետության անվտանգության խնդիրներով են զբաղված։ Ի տարբերություն հայաստանյան ներքաղաքական որոշ ներկայացուցիչների, որոնք Կրեմլի սպառնալիքները խտացված եւ ահաբեկող տեքստով, արժեզրկող տեսքով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։ Դրանք մայիսյան ապստամբության, 1920 թվականի մայիսյան ապստամբության շարունակողներն են եւ այն տրամաբանությունը, որ հանուն իշխանության կարելի է պետության անվտանգությունը խարխլել, դրանց համար դա է մոտիվը։ Իսկ ունենք խնդիրներ, այո, ունենք խնդիրներ, ունենք ժողովրդավարության հետ կապված խնդիրներ, բայց կներեք այդ ժողովրդավարության հետ կապված խնդիրները պայմանավորված են նաև հենց այդ սպառնալիքներով, որը ունի եւ ներքին եւ արտաքին դրսեւորումներ։ Սա պետք է հասկանալ։ Եվ այդ սպառնալիքները իհարկե բոլորիս, այդ սպառնալիքների կանխումը բոլորիս առաջնային պարտավորությունն է։ Այդ սպառնալիքները մինչև ուր կարող են հասնել։ Դուք նշեցիք, սա դեռ սկիզբն է, այսինքն այդ սպառնալիքները դեռ շարունակական են լինելու, առջևում խորհրդարանական ընտրություններն են, այս մասով եվրոպացի պաշտոնյաները նույնպես հայտարարություններ արեցին, ընդհանրապես հիբրիդային հարձակումների հետ կապված խնդիրը նորից նշվեց թե վարչապետի եւ թե եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, երբ նշում եք այս սպառնալիքները մեծանալու են նաեւ հիբրիդային, այս կոմպոնենտը բաղադրիչը հաշվի առնելով այս դաշտում, այս տիրույթում են դրանք ավելի սաստկանալու։ Միանշանակ։ Ես բայց միաժամանակ ի տարբերություն այդ սպառնալիքներից վախեցածների, որոնք այդ վախը քաղաքական որպես կապիտալ են փորձում օգտագործել իրենց իշխանական նկարտումների համար, ասեմ հետևյալը։ Առավել կարևոր է, որ այս պահին սպառնալիքների ուժգնության կամ հզորության կամ ազդեցության նվազեցման համար որոշիչ դեր ունի Ուկրաինայի կողմից Կրեմլի ագրեսիայի դիմագրավումը։ Ես մի անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության այս ինքնիշխան ժողովրդավարական զարգացման, եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման, զարգացման կարևոր գրավականներից մեկը նաև հանդիսանում է այն, որ Կրեմլը չունի այդքան մեծ ռեսուրսներ, որոնք ամբողջը մսխել է եւ շարունակում է մսխել Ուկրաինայում, հենց Ուկրաինայի դիմագրավումն է։ Այո, իրապես Ուկրաինայի դիմագրավումը բռնապետական այդ ռեժիմի ագրեսիային հնարավորություն է տալիս Հայաստանին
դուրս գալու այդ խայտարակ կախվածությունից, որի մեջ անկախությունից հետո ողջ ժամանակահատվածում բացառությամբ խորհրդային միության փլուզումից հետո կարճ ժամկետ, երբ որ ինքը դեռ կենտրոնը այդ Կրեմլի խելքը գլուխը չէր հավաքել, դեռևս չէր մոբիլիզացել, բացառությամբ այդ կարճ ժամանակահատվածի, մնացած ժամանակահատվածում Հայաստանը գոյություն ունեցել որպես Կրեմլի ուղղակի ազդեցության ներքո գտնվող պետություն։ Եվ հիմա Ուկրաինան, երբ որ կարողանում է դիմագրավել, ապա դա հնարավորություն է տալիս նաև մեզ գործելու տարածք ունենալ, ազատ տարածք ունենալ։ Եվ սրանով է, որ այդպես վայնասուն են բարձրացնում ոչ այնքան Եվրոմիության, ես ես պարզ ասեմ, եթե Զելենսկին չլիներ, գուցե մի քիչ ավելի հանգիստ կլինեին։ Բայց Զելենսկու ներկայությունը, որը այս պահին եվրոպական քաղաքակրթական տարածքում, ժողովրդավարական համայնքում իրապես թիվ 1 ներկայացուցիչն է, գլխավոր հերոսը, որը դիմագրավում է իհարկե Եվրոպական միության աջակցությամբ Կրեմլի ոտնձգություններին, ագրեսիային, նրա ներկայությունը շատ ավելի ցավոտ է Կրեմլի եւ նրա հպատակների համար Հայաստանի Հանրապետությունում։ Ու այդպես է ցավոք սրտի մնալու են, բայց լավ կլինի, որ բուժվեք հանուն Հայաստանի Հանրապետության անկախության։ Կրեմլի սպառնալիքների վախից բուժվեք հանուն Հայաստանում զարգացման, անվտանգության։ Սա է հիմնական մեր այս ամեն ինչի հնարավորությունը եւ դեպ ասեմ, որ այո, սպառնալիքներին չի կարող են դրսևորում լինել։ Իհարկե ռազմական գործոնը ամենավերջի գործոնն է, բացի չնայած դրանից ուրիշ գործիքներ չունի Կրեմլը, բայց նաեւ ՖՍԲ եւ ԳՌՈ կոչվածների տարբեր գործողություններ են, որոնք իրականացել են արդեն արևմտյան եվրոպական տարբեր երկրներում։ Դրանք կարող են լինել դիվերսիաներ, կարող են լինել ահաբեկչություններ, կարող են լինել խառնակցություններ, կարող են կայունացնելուն ուղղված քայլեր կատարվել։ Բացի այն հայտնի գործիքներից, որը մենք էլի նշել ենք, էներգետիկայի ոլորտ, ենթակառուցվածքները, գազի մատակարարում եւ այլն, բայց նորից եմ կրկնում, Կրեմլը հիմա շատ այն վիճակում չէ եւ միշտ հիշեցնեմ այլի որոշ իբր թե Հայաստանում ժողովրդավարության համար մտահոգներին Հայաստանը մշտապես կարողացել է անկախ շնչել եւ անկախություն ձեռք բերել ռուսական իմպերիայի փլուզումներից հետո։ Դա եղել է թե 1918 թվականին, երբ որ ռուսական կայսրությունը փլուզվեց, երկրորդ անգամ եղել է 1991 թվականին, երբ խորհրդային այդ ռեժիմը փլուզվեց, եւ երրորդ անգամ հիմա է այս ժամանակահատվածում է, երբ որ Կրեմլը ակնհայտորեն այն դիրքերում չէ, որը կարող է ցույց տալ իրեն, ասենք թե նման որոշիչ ազդեցություն ունենալ։ Բայց միաժամանակ ես ուզում եմ արձանագրել հետեւյալը. այն պետությունները եւ այն ժողովուրդները, որոնք կօգտվեն, կկարողանան օգտվեն Կրեմլի կայսերապաշտական այդ քաղաքականության թուլացման ժամանակահատվածում այդ հնարավորությունից ձևավորելու որպես ժողովրդավարական, ինքնիշխան եւ զարգացող պետություն, որի միակ տարբերակը Եվրոմիության եւ Եվրոմիության անդամ պետությունների համագործակցություն, նրանք կշահեն։ Իսկ այն պետությունները, որոնք թեկուզ այդ կայսրության փլուզման ժամանակահատվածում այդ հնարավորությունից չեն օգտվի ժողովրդավարական զարգացման համար, այլ կձևավորեն տեղական փոքրիկ բռնապետական ռեժիմներ, նրանք դատապարտված են անհաջողության, որտեղ նրանք արդեն թե քաղաքակրթական, թե համակարգային առումով դուրս են մղվելու, եւ սա հստակ է։ Դուրս են մղվելու այն զարգացման հնարավորություններից, ես նկատում պետության զարգացման, քաղաքացիների, ընդհանրապես տնտեսության զարգացման հնարավորությունից, որի լավագույն օրինակը ցույց է տրվել հին աշխարհամասում, Եվրոպայում։ Սա է։
Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ Հաջողություն ձեզ։ Զրուցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ու Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակությունների մյուս անդամների հետ ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ։ Ֆրանսիայի նախագահը նաև գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հյուրերի հուշամատյանում։ Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էին նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է պետական այցով, այսօր նախատեսվում են նրա բանակցությունները Փաշինյանի հետ եւ փաստաթղթի ստորագրումը։ Երեկոյան Փաշինյանն ու Մակրոնը կայցել են Գյումրի եւ կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր մայիսի 5-ին կրկին առավոտյան վազել է Երևանի փողոցներով։ Նա վազքը սկսել է կառավարության շենքի մոտից։ Անհետ կորածների ծնողները նամակ են փոխանցել Մակրոնին առավոտյան վազքի ժամանակ, ապա նշել, որ մեծ սպասելիքներ ունեն նրանից։ Նշենք նաև, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունը նույնպես այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպոլոսի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց եւ այցի ընթացքում ուղեկցեց նաև Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հուշասյանը, նշելով այն խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը։ Պարոն Կոստանտինոս Տասուլասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նշվում է հաղորդագրության մեջ։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին զրուցելու եմ Աթենքի Հայաստան հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր-Հովհաննիսյանի հետ։ Պարոն Տեր-Հովհաննիսյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Տեր-Հովհաննիսյան, վստահաբար հետևում եք վերջին 2 օրերին Հայաստանում տեղի ունեցող եւ դեռ ընթանում է այդ տեղի ունենալիք իրադարձություններին, մասնավորապես եվրոպացի բարձրաստիճան այսպես պաշտոնյաների Հայաստանում ներկա գտնվելը եւ Եվրամիություն Հայաստան անդրանիկ գագաթնաժողովին մասնակցելը, ինչպես նաեւ ուրեմն կարևոր հայտարարությունների եւ փաստաթղթերի ստորագրման արարողությանը ականատես եղանք։ Հունաստանից նույնպես կա պատվիրակություն եւ այդ պատվիրակությունը նույնպես հասցրել է այցելել ցեղասպանության հուշահամալիր։ Ընդհանուր առմամբ ինչպիսի տպավորություններ են, մենք տեսնում ենք, որ թեև բոլորը խանդավառ են, բայց ռուսական կողմից այսպես սպառնալիքների պակաս չի նկատվում երեկվանից, համեցեք, ինչպես է գնահատում։ Շատ շնորհակալ եմ։ Ուրեմն նախ շնորհավոր եմ մեր ժողովրդին եւ ձեզ եւ Հայաստանի իշխանություններին այս հաջողության համար, ինչպես տեսնում ենք, ավելի քան երևի շուրջ 50 պետության ղեկավարներ եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, ներառյալ Կանադան եւ այլն, մասնակցում են այս ժողովին։ Սա բավական աննախադեպ է, երկարատև աշխատանքի արդյունք է, որ տարվել է, եւ սա գալիս է Հայաստանի արտաքին քաղաքականության, արտաքին եւ ներքին քաղաքականության, պետական քաղաքականության որոշակի դրույթները, որ նախապես ճշտել էր, որպես արդյունք։ Ըստ իս Հայաստանը 3 ուղղություններով հստակ օրակարգեր դրել իր ներքին եւ արտաքին քաղաքականության սեղանին։ Դրանք անվտանգությունն էին, տնտեսական եւ արդյունաբերական զարգացումն էին եւ երրորդը ժողովրդավարությունը։ Հիմա առաջնային կամ երկրորդականի հարց այսպես չեմ դնում, բայց այս 3 ուղղություններով, այս 3 ուղղությունները
շատ կարևոր են Հայաստանի համար եւ եթե կուզեք որևէ երկրի համար ասմիջազգային բավական անկայուն փոթորկոտ իրավիճակում Հայաստանը իր սեփական փորձից եւ ոչ միայն իր սեփական փորձից որդեգրել է այս քաղաքականությունը դուք գիտեք բոլորը գիտեն որ մեր աչքի առջև ինչ արդյունք տվեց մեր անվտանգության նախկին պայմանավորվածությունները որ ունեինք, հենց նույն ինքն, ինչպես որ նշեցիք Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրոպայից նույնիսկ 2013 թվականին ուղղությունը հրաժարվեցինք հանուն անվտանգության, հանուն Արցախի անվտանգության եւ բոլորի առջև տեսանք որ ինչ տեղի ունեցավ եւ նրանից բացի այդքանով էլ մեր այսպես ասած ռազմավարական դաշնակիցը չբավարարվեց եւ 2022 թվականի սեպտեմբերին այդ լայնածավալ հարձակումներ դեր ունեցավ նույնքն Հայաստանի Հանրապետության վրա բավական մեծ հարված էր եւ պայմանավորվածությունների դաշինքի սկզբունքային խախտում էր դա մեզ բան չտվավ տնտեսական կետնի վրա որոշ է վերջին հաշվով Ռուսաստանի հնան, որ հիմնականում հենված է էներգետիկ, այսինքն ոլորտի կարողությունների վրա, նավթի եւ գազի վրա, իր հնան հազիվ Իտալիայի հետ է, որ ոչ մեկը այդ տեսակ ռեսուրսներ չունի համահավասար, մենք այդտեղից բացի էներգետիկ հարցեր, այսինքն տնտեսական եւ արդյունաբերական մեծ հերանեկարներ չունենք, որովհետև դուք գիտեք, որ աշխարհը գնում է դեպի նոր ժամանակաշրջան, նոր եթե կուզեք դարաշրջան, որ մենք այդտեղ շատ մեծ հարաշտիմության հող ունենք, մեր երիտասարդությունը ժողովուրդը բավական ունակ է, որ այդ ոլորտում դեր ստանձնի եւ դա մեծ նպաստ կբերի ընդհանրապես տնտեսության Եվ իսկ ժողովրդավարության հարցով էլ, որ իհարկե մեր ներքին հարցն է, մենք ուրիշների չենք թելադրում, որ ժողովրդավար լինեն, թե չլինեն, բայց այդտեղ էլ Ռուսաստանի Դաշնությունը շատ մեծ տալիք բան չունի։ Սպառնալիքների մասով ես կարծում եմ, որ այնինչ որ կատարվում է, այսինքն Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքին նոր ուժեր են հայտնի իբրև թե գալիս, այնքան էլ նոր չեն իրենց քաղաքական ուղղություններով Այդ նոր ուժը եկեղեցին շահարկման ենթարկելով, սրանք երևի թե Ռուսաստանի Դաշնության վերջին փամփուշտներն են, որ օգտվում են Հայաստանի ինքնիշխան հանրապետության հասցեին։ Նկատի ունեք այդ ուժերն են ձեր նշած ուժերն են լրջագույն սպառնալիք այսօր պարոն Տեր-Հովհաննիսյան դուք նշեցիք Ռուսաստանի հանգամանքը ուժեր որոնք ուղղորդում ունեն Ռուսաստանի Դաշնությունից կարծում եք Նայեք նախկին փորձերին մենք բոլորս էլ տեղյակ ենք որ կատարվել է, այսինքն 2001, ես դուք 2021 արտահերթ ուրեմն ընտրությունների ժամանակ, որ այն ժամանակ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները, այսպես ասենք, հարաբերական ամենաթույլ վիճակում էր, բայց այդուհանդերձ բավական ջախջախիչ հաղթանակ տարեց 53.9%-ով, իսկ հիմա արդեն Հարցերը բոլորովին փոխված է, մեծ վերևներ, մեծ նվաճումներ ունի Հայաստանի Հանրապետությունը, այս ուժերը, նայեցեք օրինակի համար որևէ երկրում, երբ որ վերջին մեկ տարվա, 15 օրվա, 20 օրվա ընթացքին նոր ուժեր են հայտնաբերվում, որ քաղաքական անցյալ չունեն, քաղաքական ինքնություն չունեն, ընդհանրապես քաղաքական գործունեություն չունեն, դա ինքնին խոսում է այն բանին, որ ինչ-որ արհեստական իրավիճակների ծնունդ են։ Հիմա մեկը նոր ուժեր Հայաստան է ստեղծում, մեկը բոլորին դեմ է, որ այնքան էլ բոլորին դեմ չէ, որոշներին ավելի դեմ է։ Դա մեր ժողովրդի զգոնությունը Այո, փորձում խլացնել, որովհետև եթե դու գալիս ես
Օրինակ եմ ես ասում, խնդիրս մեկ ուժի մասին չէ կամ երկու ուժի։ Եթե դու գալիս ես նայում ես տեսնում ես մեկը պետությունը քանդում է իր զավակների համար, այսպես ասենք, պալատները սարքում, մեկը դպրոց է սարքում, մեկը քանդում է, նույնիսկ չի իջերություն չի մատակարարում, մեկը ճանապարհ է սարքում, մեկը մյուսը թալանում է, մեկը այսպես անում։ Դու այդտեղ եթե հավասարի նշան ես դնում, որ բոլորին դեմ ես, սա նշանակում է, որ անարդար կողմից դինես պաշտպանում, մեր ժողովուրդը պետք է ուշադիր լինի, դրանք մեթոդներ են, հայտնի մեթոդներ են, այսպես ասենք, իշխան, ես չեմ ուզում դեռ հայրենասեր բառը գործածեմ, որպեսզի շատ արհամարհական չլինի, ուժերը իրենց քվեները փոշիացնելու համար։ Մեր ժողովուրդը այս խաղերին չպետք է երթա, ինչքան որ ուժեղ լինի Հայաստանը, ինչքան որ ամուր լինի մեր ժողովրդի կողմից ընդրված իշխանությունը, կառուցողական, այսպես ասենք, ընդդիմության եւ ինքնիշխան ուժերին աջակցի, միևնույն ժամանակ քննադատելով բացերը, որովհետև չկա իշխանություն, որ բացեր չունենա, ուզում է այս կամ այն ասպարեզում լինի, նույնքան ավելի պայծառ կլինի, մեր անխոչնդոտ կլինի արտաքին եւ ներքին առումով մեր ժողովրդի ընտրած ուղին։ Պարոն Տեր-Հովհաննիսյան, մենք տեսանք նաև հունական պատվիրակություն է Հայաստանի Հանրապետությունում ու նաև վերջին շրջանում Հայաստան-Հունաստան նաև ռազմավարական համագործակցություն ընդཐུպ նաև ուրեմն ռազմատեխնիկական ոլորտում կա համագործակցություն Հայաստան-Հունաստան հարաբերությունների այս փուլը ինչպես է գնահատում, դրանք դեռ որքան զարգացման տեղ ունեն ու հնարավորություն եւ ինչ կարող է Հայաստանը ակնկալել, համեցեք։ Դուք բոլորովին ճիշտ եք, Հայաստան-Հունաստան հարաբերությունները բավական ինտենսիվ են բոլոր, այսինքն ոլորտներում։ Դուք գիտեք, որ տնտեսական ոլորտը նույնքան անվտանգության ոլորտ է, միևնույն ժամանակ ունի իր անվտանգության կողմերը։ Միայն այս տարվա ընթացքում դուք գիտեք, որ բավական մեծ պատվիրակություններ այցելեցին Հայաստանից Հունաստան ամենաբարձր մակարդակի ներկայություն ունի Հայաստանում նախագահի կողքին, ուրեմն տնտեսության փոխնախարարն է ներկա, իսկ այս տարվա ընթացքում համաձայնություն կնքվեց, ուրեմն Երևան օգնի եւ ուրեմն Դելֆիի տնտեսական համագործակցության կառույցի միջև, որ Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղարը պարոն Դավիթ Կարապետյանն էր ներկա, նրանից հետո ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը Արմեն Գրիգորյանն էր ներկա եւ մասնակցում Դելֆիի ուրեմն տնտեսական համաժողովին, իսկ նախագահի այսի ժամանակ նույնպես դասախոսություններ տեղի ունեցավ Դելֆիի ուրեմն նույն տնտեսական ֆորումի ենթակա դիվանագետների եւ մասնակիցների համար։ Եվ չմոռանանք, որ որոշումը, որ առնվեց, որ այս գագաթնաժողովը 8-րդ գագաթնաժողովը եվրոպական, որպեսզի Հայաստանում տեղի ունենա, առնվեց Տիրանայում եւ գիտեք, որ Տիրանան, Ալբանիան նաեւ ենթակա է Հունաստանում նստավայր ունեցող Հայաստանի Հանրապետության դեսպանությանը։ Ուրեմն բազմակողմանի այդ հարաբերությունները շարունակվում է եւ իհարկե տեղ ունի շատ զարգանալու, բայց այս համագործակցությունները հեռանկար ունի, բայց նույնպես երկրների ներքին իրավիճակներից էլ կախված է, միայն մեզանից կախված չէ այս հարցերը, բայց բավական, այսինքն նոր օրակարգը, որ Հայաստանի Հանրապետությունն իր առջև է դրել խաղաղության օրակարգը, Հայաստանի ձեռքերը բոլորովին բաց են, որ Եվրոպայի տարբեր երկրներում, Ֆրանսիայի եւ այլ երկրներում դուք գիտեք, որ իրենց քաղաքական մոտեցումները ամենտեղ ունի իր յուրահատկությունները, ունի իր տարբերությունները, բայց Հայաստանը ձեռքի վրա չի դնում եւ համապատասխան իրավիճակներին քաղաքականություն է գործադրում եւ աննախադեպ է այս աշխուժությունը, որ ունի Հայաստանի արտգործնախարարությունը։ Առաջիկայում ավելի կխորանան այդ հարաբերությունները, եթե ամփոփենք, պարոն Տեր-Հովհաննիսյան։
Այո, վստահաբար կոպում կմասնակցի Հունաստանը, որ տեղի է ունենալու հոկտեմբերին Հայաստանում եւ տեսնենք ինչ մակարդակի մասնակցություն տեղի կունենա եւ այլ ոլորտների մասին մենք իհարկե արտահայտում ենք բաց տեղեկությունների մասին, որ արկա են, տրամադրելի են, բայց առանցքային երկրներ են, առաջին Ֆրանսիան եւ Հունաստանը, Կիպրոսը մեր երկրի տնտեսության դեպի Եվրոպա ուղղությունների եւ ուրեմն ընդհանրապես անվտանգության եւ տնտեսական զարգացման համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կապ ենք հաստատել Աթենք, զրուցում ենք Աթենքի Հայաստան հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր Հովհաննիսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։